Ողջույն, հարգելի ունկնդիրներ, ես Սեդա Աղբալյանն եմ, Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահը։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիան նախաձեռնել է հաղորդաշար Գործարար ալիքի եթերում, որը կոչվում է Ճամպրուկային տրամադրություն։ Հաղորդաշարի ընթացքում մենք քննարկում ենք զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները եւ փորձում գտնել լուծումներ։ Այսօր իմ հյուրը ՓՄՁ ասոցիացիայի խորհրդի անդամ Տիգրան Քեյանն է։ Ողջույն Տիգրան։ Նախ շնորհակալ եմ, որ իմ հրավերը ընդունեցիք։ Այսօր առաջին հարցը իհարկե երբ որ ես ֆեդերացիայում ասեցի որ ձեզ հետ եմ հանդիպելու բոլորը միաձայն ասեցին որ անպայման անդրադառնանք փոքր 2025 թվականի շրջանառության հարկի փոփոխություններին հավանաբար դրանից էլ սկսենք հենց туриզմի ոլորտի փոքր բիզնեսի վրա շրջանառության հարկի փոփոխությունը մեծապես ազդեց որովհետև մեծ մասը աշխատում էր շատերը փոքր բիզնեսի աշխատում էր միկրոձեռնարկատիրության դաշտում այնուհետև անմիջապես անցավ 10% հարկի։ Ընդ որում туриզմի ոլորտը, այսպես առաջադեմ ոլորտներից մեկն է, որը հիմնականում անցավ հեռավար աշխատանքի, այսինքն հնարավորություն ունի շատ դեպքերում հեռավար աշխատելու, արհեստական բանականությունը մեծապես ազդեց, այսինքն այսպես շատ աշխատողներ ունենալու փոխարեն շատ հաճախ արհեստական բանականության օգնությամբ են վարում իրենց բիզնեսը եւ այս պարագայում այսպես ծախսերը այդքան շատ չեն, այսինքն առհասարակ աշխարհում այս ոլորտը գնում է ծախսերի օպտիմալացման, բայց ստացվեց մեզ մոտ, որ պետք է վճարենք 10% հարկ ծախսերը նվազեցնելու այսպես խոստումով, բայց այդ ծախսերը նվազեցնելը այսպես ասած մեզ մոտ այդքան էլ ռեալ չէ։ Տեսեք, այո, մեր մոտ մի շարք ոլորտներ, մասնավորապես ծառայությունը, քանի որ իր հիմնական վաճառքի հանդիսացող, այսինքն ծախս հանդիսացող հենց իր ռեսուրսն է, իր աշխատանքը, իր գիտելիքը, որը նվազեցման ենթակա չի եւ ստացվում է նենց, որ նախկինում եթե միկրոյով կարող էր աշխատել միկրոձեռնարկատեր որպես հարկ չէր վճարում եւ եթե շրջանառության հարկով աշխատեր ապա կվճարեր 5% եւ այդ բեռի կրկնապատկելը բեռի, այսինքն իրենց մոտ հարկային բեռի ավելացում է եւ բացի այդ նաեւ այնտեղ որոշակի հեղինակները խոստանում են որ կարող եք դուք ծախսեր ներգրավել, ծախսերի նվազեցումը եւ ավելի քիչ հարկեր վճարեք, բայց արդյունքում դու հնարավոր չէ այնպեսի ծախսեր ներգրավես կամ այնպեսի ծախսեր անես, որը օրենքով սահմանված լինի, այդ ոչ թե զուտ որոշակի փաստաթղթեր, հա, ձևակերպես եւ ծախս ստեղծես եւ դու վճարես ավելի քիչ հարկ, ինչը որ վճարում էր նախկին 5%, հա, դա անհնարին է ծառայության ոլորտում գրեթե անհնարին է, իսկ եթե վերցնենք օրինակ մի քիչ ընդլայնվենք ոչ տուրիստական կամ ոչ ծառայության ոլորտ լինի, առևտրի մեջ էլ եթե դու կա հնարավորություն ունենաս այնպեսի ծախսեր ներգրավես, որ նվազագույն 1% վճարես նախկին 1.5-ի փոխարեն օրինակի համար, դու վնասով պետք է աշխատես, այսինքն այդ բիզնեսը ենթակա է սննկացման։ Հենց նույն туриզմի ոլորտում ես արդեն գիտեմ մի շարք ընկերություններ, որ ստիպված եղան փակվել, որովհետև պարզապես հնարավոր չէ դիմանալ այդպես։ Հա, որտեղ туриզմի ոլորտում տեսեք, այստեղ խնդիրները բազմազան են, հա, որտեղ դուք տարբեր ընկերությունների հետ եք աշխատում, մեծ խոշոր եւ դուք պարտավոր եք իրենց պայմաններին, հա, ենթարկվեք, որոշները պայմանագիր չեն կնքում ձեր հետ, որոշները ասում են առցանց գնումներ կատարեք եւ այդ դեպքում ձեզ ծախս հիմնավորող փաստաթղթեր չեն տրամադրում ձեր ընկերության անունից, այսինքն եթե դուք չեք կարող նվազեցնել եւ հիմնականում դուք փորձում եք կամ շրջանցեք, հա, օրինակի համար ձեր պատվիրատուի անունից հենց ձեռքբերումները կատարեք, այլ ոչ թե ձեր անունից եւ չգիտեմ կամ հարկերի որոշակի տոկոս ցույց տակ, շրջանառություն, որոշակի գործակալական պայմանագրերի շրջանակներում եւ որպեսզի ձեր հարկման բեռը հարկվի ոչ թե ձեր շրջանառությունից, այսինքն ձեր հենց շահույթից գործակալական այն վճարը, որն է դա հանդիսանում է ձեր իրական շրջանառությունը, բայց դա անելու համար առավել մեծ փաստաթղթ շրջանառություն պետք է։ Այո, ինչը մեծ հասու չէ, պարզապես փոքր բիզնեսին հասու չէ։ Օրինակի համար, եթե ես զանգանում եմ ձեզ, ասում եմ իմ անունից տոմս կգնեք, դուք գնում եք, ես ձեզ գումարը փոխանցում, այսինքն չեմ այցելում ձեր մոտ, դա արդեն անհնարին պետք է լինի, որտեղ դուք պետք է նախ մի հատ իմ հետ պայմանագիր հանձնարարության կնքեք, որ ես, հա, հանձնակատարակ հանդես գալի իմ անունից, հանձնարարում եմ ձեզ, որ դուք իմ անունից հանդես գաք ինչ-որ ընկերությունում ավիատոմս ձեռք բերեք կամ չգիտեմ դա ահռելի ոչ պրակտիկ մոտեցում է եւ մեծ վարչարարություն օրինակ տուրիստական ընկերությունները այսօր
հիմնականում ձեր ոլորտը հիմնականում աշխատում է արտագնա туриզմի վրա, այսինքն ներգնան այդքան շատ զարգացած չի եւ ներգնայում հիմնականում մեծ խաղացողներն են խաղում։ Իսկ արտագնայում դուք որ աշխատում եք, դե ոնց է այն երկրները, որոնք մեր քաղաքացիները պետք է այցելեն, որոնց քանակն էլ պետությունը նշում է որ գնալով աճել են, հա։ Այո, այս տարի 1.7 միլիոն մենք արտագնաց զբոսաշրջության մեջ 1.7 միլիոն թիվ ենք ունեցել, այսինքն այդքան մարդ Հայաստանից դուրս է եկել։ Իրենց հոսքը դեպի դեսպանատունն է շատացել, դեսպանատան վճարներ կային, մենք գիտենք բոլորը որ տուրիստական ընկերությունները վերցնում եւ վճարում են, այդ դեսպանատան վճարները նույնպես դուք ոչ մի դեսպանատուն հիմա ոչ ոք փաստաթուղթ չի ներկայացնում, դուք չեք կարա ձևակերպեք այնպես, որ գնեք վճարեք, այսինքն առվաճառք չի լինի, ծառայությունների գնում վաճառք չի կարող լինել, որովհետև իրենք ձեզ փաստաթուղթ չեն տրամադրում առհասարակ։ Եվ դրա համար դուք չեք կարող նվազեցնել, ինչ պետք է անեք, եւ ֆիզիկական անձը ով դիմում է ձեզ, իրենց անունից, բոլորի անունից, այսինքն որտեվ եթե ես իմ ընտանիքով եմ դիմում, իմ ընտանիքի բոլոր անդամների անունից, պետք է ամեն մեկը հանդես գա ձեզ լիազորություն տա, որ իրենց անունից դուք կատարեք այդ վճարները, որ հետագայում խնդիրներ չունենաք եւ այդ ամբողջ փաստաթղթաշրջանառությունը պետքա դուք ապահովեք։ Այսինքն մենք ինչ արեցինք, մենք հարկերի բեռի ավելացմամբ, փաստաթղթավորման ավելացման պահանջ դրեցինք փոքր եւ միջին բիզնեսի համար, որը իրենց համար արդեն շատ դժվարացնում է իրենց գործառույթը իրականացնել, այսինքն եթե դու նախկինում կարող էիր քո շրջանառությունը հայտարարելով հարկ վճարել եւ չտեսներ այդ փաստաթղթավորման այդ բոլոր պահանջները չլիներ քո վրա, դու հանգիստ կարող էիր աշխատել եւ չդիմեր այնպիսի ընկերությունների, ովքեր որ քեզ ավելի մաչելի հաշվապահական կամ չգիտեմ ինչ որ իրավաբանական խորհրդատվություն կմատուցեն, որ դու հետագայում հարկային խնդիրներ չունենաս, բայց հիմա դու ստիպված ես դիմես այդ ընկերություններին, վճարես իրանց, որպեսզի քո մոտ հետագայում որևիցե այլ խնդիրներ չլինի եւ հարկերը ճիշտ հաշվարկես, ճիշտ վճարես։ Նույնիսկ այսպես հաշվապահական ընկերությունների դիմելուց միևնույն է սա շատ պրակտիկ մոտեցում չէ, որովհետեւ հսկայական շատ փաստաթղթաշրջանառություն է լինելու, ինչը գրեթե անհնար է ապահովել է։ Այո, պայմանները ես այդ դա եմ հենց ասում, որտեվ շատ տեղեր կան, որ իրանք հաշվի չեն նստում մեր երկրի օրենսդրությանը, իրանք ունեն իրենց աշխատելավոճը, դու ես պարտավոր իրանց հետ համագործակցես իրանց պայմաններին, եւ եթե դու տեսնում ես, որ այդ իրանց համագործակցությամբ դու վնասով կաշխատես, այսինքն այդ գնումը կատես, բայց քո հաճախորդը քեզ դրանից պահանջում է, որ ինքը հենց այդ երկիրը թույլանոցում հանգստան, դու ստիպված դա շրջանցում ես օրենքը, այսինքն դու արդեն ստվերում ես այդ գործակները կատարում, որ հետագայում խնդիրներ չունենաս, հաճախորդ չկորցնես եւ վնաս չստանաս։ Մյուս կողմից, օրինակ туриզմի ոլորտում ամենակարևոր ծախսերից են ցուցահանդեսներին մասնակցությունը, գործուղումները, բայց այս դեպքում մենք նվազեցնել չենք կարող այդ ծախսերը։ Այսինքն ստացվում է, որ ամենակարևոր ծախսերը մեզ համար դրանք են, սակայն դա նվազեցնելու հնարավորություն չկա։ Կամ ասենք նույն ներգնա туриզմի փոքր ընկերությունները հնարավոր է ցանկանում են մեքենա ձեռք բերել, փոքր մեքենա իրենց տուրիստներին տեղափոխելու համար, անհատական ծառայություններ մատուցելու համար, սակայն այս պարագայում եւս մեքենայի ծախսը եւս չեն կարող նվազեցնել։ Ստացվում է ամենակարևոր ծախսերը ի վերջո նվազեցնել հնարավոր չէ։ Լուրջ խնդիր է, այո, այդ ներդրում իրականացնել մեծ ծավալի, այդ հիմնական միջոցների, հա, նվազեցումը չթույլատրելը դա լուրջ խնդիր է, ոչ միայն туриզմի ոլորտում, դա հենց ամբողջ մեծ բեռ ունի արտադրության ոլորտը, արտադրական սարքավորումների ծախսերը չես կարող նվազեցնել, մեծ բաց թողում է, որը պետության կողմից չշտկվեց, ճիշտ է, այնտեղ վարչական ծախսերի մասով խնդիր կար, բայց հետո օրենսդրական փոփոխությունով դա ճշգրտեցին, ճիշտ է, գործողման ծախսերը եւս խնդիր է, բայց մի բան ասեմ, մենք եթե կամ որոշակի ծախսեր, օրինակ, եթե առցանց տոմսեր ենք ձեռք բերում, հա, կամ այդ միջոցառումներին ենք մասնակցում, դրանց ծառայության մատուցման վայրը մեր օրենսգրքով Հայաստանի Հանրապետության տարածքն է համարվում եւ ստացվում է ոչ ռեզիդենտ ընկերությունը հայաստանյան աղբյուրներից եկամուտ է ստանում եւ այդ մասով մի այլ կարգի խնդիր է, այո, ոչ ռեզիդենտի շահութարկի պարտավորություն է առաջանում, ճիշտ է, դուք որպես շրջարկ վճարող նաեւ պետքա այդ ավելացած արժեքի հարկի դաշտում աշխատեք, նաեւ ընդ ավելացած արժեքի հարկի պարտավորություն կառաջանար, բայց քանի դեռ շրջանառության վճարող ենք եւ ոչ ռեզիդենտի շահութարկի պարտավորություն առաջանում եւ այդ ժամանակ մենք մի շարք երկրների հետ ունենք, հա, կրկնակի հարկումը բացառելու պայմանագրեր, պետք է այդ պայմանագրերը ուսումնասիրենք, դրանք մենք այդ ծառայության մասով
հարկի պահում գանձումը հնարավոր է չկատարենք մեր երկրում, բայց մի պայմանով, որ մեր գործընկեր երկրի տնտեսվարողը մեզ պետքա օրենքով սահմանված կարգով ռեզիդենտության մասին տեղեկատվություն տրամադրի տեղեկանքի ձևով, որը մենք այստեղ ստուգումների ժամանակ, հարկային ստուգումների ժամանակ պետքա ներկայացնենք, թե ինչի հիման վրա այդ ոչ ռեզիդենտի շահութարկը չենք պահել եւ վճարը։ Եվ դրա վճարը տարբեր, տոկոսներով, ծառայությունների մասով հիմնականում 20% է, դուրքաչափը, որ մենք այդ արժեքից պետքա վճարենք, բայց իրականում ոնց է գործնականում, ասենց ասեմ, եթե մենք կոպիտ ասած առցանց տոմս են գնում 500 եվրո, մենք չենք կարող իրենցից պահենք 20%, 400 իրենց փոխանցենք 200-ը պետությանը, որտեղ իրականում տես պետք է արվի, փաստացի։ Բայց մենք պետք է իրենց 500 եվրոն վճարենք եւ լրացուցիչ 100 եվրո պետությանը ոչ ռեզիդենտի շահութարկ տանք, որը լուրջ գալիս ենք այն մյուս խնդրին, այո, туриզմի ոլորտում ուրեմն օրենքը մեզ պարտադրում է գործակալական պայմանագրերով աշխատել մեր պարտներների հետ, մեր գործընկերների հետ, բայց գործակալական պայմանագրեր միայն Հայաստանի տուրօպերատորներն են տալիս, շատ հաճախ դրսի ավիաընկերությունները շատ հաճախ չէ, գերակշիռ մասը չի տալիս պարզապես միջնորդավճարի պայմանագրեր։ Օրինակ մենք ունենք Հունաստանում պարտներներ, ունենք Կիպրոսում կամ Եգիպտոսում կամ այլ երկրներում, իրենք ասում են մեր երկրում գործակալական պայմանագրերով չեն աշխատում եւ նմանատիպ պայմանագրեր չեն տալիս։ Եվ ստացվում է, որ մենք այս դեպքում զբոսաշրջիկի տուրիստի ամբողջ վճարած գումարից պետք է հարկվենք։ Այս խնդիրը այդպես էլ կարգավորված չի մնում, կարծես թե օրենքը այստեղ բաց է մնացել։ Ասեք, եթե մենք գնանք հյուրանոցային ծառայությունների վրա, եթե դուք նայեք ձեր եկամտաբերության տոկոսը պետք է հասկանանք որքան է, օրինակ հյուրանոցային ընկերություններից եթե հաշիվ ստանանք, ինքը մեր օրենսգրքով այլ հաշվարկային փաստաթուղթ որպես այդպես համարում ենք, կարաս դու նվազեցնես, բայց այդտեղ հարկի հաշվարկումը դու պետք է արդեն ամբողջ արժեքից 10% հաշվարկես, եւ իր կատարած ձեռքբերումից էլ 6% նվազեցում անես, ու տարբերությունը վճարես, այսինքն եթե տարբերությունը կանգնի 7%, արդեն քո համար բերը 7% կլինի այդ գործարքից, որ կվճարես, եթե 10 չեմ կարող ասել, այդպես կախված գումարի չափից ինչ տոկոսի բեր կլինի, բայց հիմնականում եթե այդ գործարքների մեր միջնորդավճարները մեծ չեն, շրջանառությունները մեր մեծ չեն լինում, էլի, եթե մենք աշխատենք այդ ձևով, արդեն ձեր մոտ հարկման շրջանառությունը պետք է այդ մեծից հաշվարկենք, այսինքն այդ ամբողջ արժեքից, այսինքն այդտեղ կարաս դու փոքր եկամտաբերություն ունենաս, այսինքն 5, 10 կամ 2%, բայց մեծ շրջանառություն ունենաս եւ հետագայում դու մեխանիկորեն հատես այն շեմը ավելացած արժեքի հարկի, որը ավելի բարդ հաշվառում է քեզանից պահանջելու եւ հետագայում ավելի ձեռնտուել չէ փոքր բիզնեսի համար։ Հնարավոր է, որտեվ туриզմում այսօր շատ ընկերություններ են աշխատում, մրցակցությունը մեծ է, Ես կասեի այստեղ հակառակն է, մրցակցության հետ շատ լուրջ խնդիր կա, եթե կրկին մրցակցությունը հավասար լիներ մեծերի եւ փոքրերի միջեւ, հաստատ փոքր բիզնեսը կդիմանար եւ այսպես բողոքի ձայնը չէր բարձրացնի իր, սակայն այս պարագայում էլ մենք ոլորտում բավականին լուրջ հակամրցակցության ենք հանդիպում հաճախ եւ այս հարցով հասկանում ենք, որ փոքր բիզնեսը պարզապես դուրս է մղվում։ Հիմա տեսեք, նույն հարցով ստացվում է, որ մենք մի կողմից փոքր բիզնեսի հարկը մեծացրել ենք, շատերը միկրոձեռնարկատիրությունից անմիջապես անցել են 10% հարկվելու, մյուս կողմից էլ մենք խոշոր օպերատորները, որոնք օրինակ ոչ կանոնավոր թռիչքներ են իրականացնում, իրենք զրոյական ահայով են հարկվում եւ ներգնայի մեջ էլ հիմա առաջարկ կա, ասում են եկեք ներդնենք զրոյական հարկը։ Ստացվում է, որ պարզապես փոքր բիզնեսը հարկը ավելանում է, մեծ բիզնեսը հակառակը արտոնություն է ստանում։ Այս պարագայում արդյոք միտում չեք տեսնում, որ փոքր բիզնեսը պարզապես դուրս կմղվի շուկայից։ Միտումը չեմ կարող ասել, բայց մի բանը պարզ է, որ փոքր բիզնեսին հնարավորինս պետքա թողել հանգիստ, որ փոքր բիզնեսը կայանա, զարգանա եւ անցնի դեպի իր շրջանառությունն ավելացնելով միջինից, մեծ, դրա համար պետքա մենք փոքր բիզնեսին թողենք, որ զարգանա։ Մենք ունենք լուրջ սոցիալական խնդիրներ, պետքա թողենք այդ փոքր բիզնեսը իր աշխատատեղով ստեղծելով, ինքնազբաղված լինելով, ինքը
կարողանա զարգանա։ Հենց դա է խնդիրը, որ մենք պետքա փոքրին մեծերի հետ չհամատենք, փոքրի մեծերի հետ որևիցե խնդիրներ չստեղծենք։ Հենց տուրիզմը ասում ինչով է, նաև մրցակցություն մեծ, որովհետև շատերս ինքնին մենք ենք արդեն էլեկտրոնային մեր տոմսերը ձեռ բերում, մենք ենք հյուրանոցները էլեկտրոնային ամրագրում, այսինքն մենք չենք դիմում այդ ծառայությանը, այլ ծառայություններին չենք դիմում։ Այլ ծառայությունների դիմում ես այն դեպքում, երբ որ քեզ հետաքրքիր է ինչ-որ արտասահմանյան այդ տվյալ երկրի տուրերին մասնակցես, որ այդքան ման չկա բան անես տուրիստական ընկերություններին, որոնք արդեն փորձառու են այդ ժամանակ ես իրանց դիմում, որ իրանք քեզ լավ ծրագրեր, շրջայցի լավ ծրագրեր ներկայացնեն եւ դուք ընտրեք արդեն գնաք այդ տուրիստական թե այն մյուս, իսկ դա դժվարացնում է հենց փոքրին աճելու համար, որովհետեւ շուկան շատ է, օնլայն վաճառքները, որ զարգացել են, այդ օնլայն վաճառքները առհասարակ Հայաստանում հարկվում են, օրինակ Booking-ը, Kayak-ը կամ չգիտեմ Agoda, այլ օնլայն համակարգեր։ Booking-ից օգտվեն իրավաբանական անձինք, ապա այո, բայց եթե ոչ, ֆիզիկական անձանց մասով ոչ չէ, հարկեր չեն կատարում։ Սա հենց սա անհավասար մրցակցություն չի ստեղծում տեղի տուրիստական ընկերությունների եւ փաստորեն Booking-ը ինքը եւս տուրիստական գործակալություն է համարվում։ Ստացվում է ինքը մեր համեմատ առավելություն ունի։ Լավ շահութաբեր երևի կարելի ասել գործակալությունն է ինքը եւ բավականին բարձր տոկոսներով էլ աշխատում է ընդ որում փաստորեն ստացվում է ինքը մեր համեմատ առավելություն ունի, այսինքն ինքը մեր երկրում չի հարկվում։ Հենց դա եմ ասում, որ մեծ մրցակցություն կա եւ տուրիզմը այդ առումով, եթե դա արդար է առհասարակ։ Ոչ, դա հենց դա է, որ պետքա մեր մոտ ոչ թե մենք նայենք դա արդար է թե չէ, մենք պետքա մեր բիզնեսը զարգանալու կանալու համար հնարավորություն տանք, այլ ոչ թե խնդիրներ ստեղծենք։ Հենց խնդիրը դրանում է, որ մենք այդ շրջանառության հարկի այս մոդելը ներդնելը մենք օրինակի համար ես պետությանը առաջարկում եմ առհասարակ վերացնել շրջանառության հարկը, քան այս մոդելը, եթե դուք չեք ուզում, որ այլ փոքր բիզնեսը զարգանա եւ փոքր բիզնեսի համար ունենանք մեղմ հարկային օրենսգիրք, մեր պայմաններով, մեր վարչարությամբ եւ թեթև հարկային բեռով, ապա եկեք ավելի անկեղծ լինենք մենք բիզնեսի հետ եւ ասենք մենք չենք ուզում այդպիսի օրենսգիրք փոքր եւ միջին բիզնեսը զարգացնելու համար։ Դրա համար բոլորը պետք է անցում կատարեն ընդհանուր հարկման համակարգին եւ հարկման առումով բոլորը հավասար դաշտում աշխատեն, փոքրը, մեծը եւ միջինը, բոլորը հարկման առումով հավասար լինեն, այլ ոչ թե մենք ասենք մենք ունենք ՓՄԶ-ի համար լավ մշակված շրջանառության հարկի կամ միկրոձեռնարկատիրության կետեր, հոդվածներ, բայց որ կարդում ենք լուրջ մասնագետներ են պետք, որպեսզի իրանք որոշեն դուք արդյոք կարող եք շրջարկով լինեք, արդյոք միկրո կարող եք լինեք, արդյոք այս գործարքը կարող եք սենց հարկեք, այնպես հարկեք եւ ծախսերը ոնց անեք, որտեղ եթե մենք այսօր որևիցե մեկին 10 շրջանառության հարկի հաշվարկ լրացնի եւ 10 շահութ հարկի հաշվարկ լրացնի, համարը նույն բանն է, եկամուտ, ծախսերի հաշվարկման, այսինքն շահութ հարկում ես։ Այո, որտեղ շահութ հարկում ես դու որոշում որն է քո հարկվող եկամուտը, որն է քո հարկվող եկամուտից նվազեցվող ծախսը։ Բայց ամբողջն է նվազեցվում, չէ՞, շահութ հարկի դեպքում ավելացած աշխարհի բաներ կա, հոդվածներ կա, որ չես նվազեցնում, այնտեղ համանախապակում չկա գործուղման եւ հիմնական միջոցի ամորտիզացման, բայց այնտեղ էլ կա որոշ դրույթներ, որն է հնարավոր նվազեցնել, որը ոչ, եւ նույնը նաեւ շրջանառության հարկում կա։ Իրանք հոդվածները համահունչ չեն, բայց լրացման ձևերը համարյա նույնն են։ Մի բան տարբերություն, որ այնտեղ դու որոշակի բալանսային տվյալներ ես լրացնում, ստեղ չես լրացնում այդ բալանսային տվյալները, միակ տարբերությունը դա է, եւ դա շատ բարդ է, փոքրի կայացման առումով, որ ինքը նոր բիզնես է ուզում ստեղծի կամ ուզում է զարգանա, ինքը դիմի արդեն այնպիսի ընկերությունների, որոնք իրանց հաշվարկները կարող են ճշգրիտ դրացնել եւ իրենց ծառայությունները կարող իր ամսական եկամուտը վճարի այդ հաշվապահական ընկերություններին։ Լավ, ազդեցության գնահատում չի կատարվել, օրինակ հենց վերցնեին օրինակ туриզմի ոլորտը եւ հասկանային ինչ ազդեցություն կունենա այս փոփոխությունը ոլորտի վրա, միգուցե պետք է հենց ազդեցության գնահատում անել, հետո նոր անցնել այդ փոփոխություններին։ ՓՄԶ ասոցիացիայի նախագահն Հակոբ Ավագյան ինքը ցանկացած նախագծի հենց ձեր ասած միտքն է միշտ պահանջում, այդ ազդեցության գնահատական է պահանջում, ու մինչև այսօր չունենք մենք ցանկացած նախագծի եւ ցանկացած պետական մարմնի այդ շրջանակներում իր առաջի բարձրացված հարցից հետո ունենք արդյոք այդ գնահատականը եւ տեսել եք դուք ինչա փոխելու էլի, այսինքն դուք եթե ասում եք
որ այս մոդելի ներդնումը բերելու է հարկային բեռի թեթևացման, ինչու տենց չեղավ։ Ինչն է խնդիրը, որ այդպես չեղավ։ Արդյոք չգնաց ստվեր։ Դե հենց այդ է խնդիրը, մենք ստվերից դուրս գալու, ծրագիր ենք մշակում, որ ստվերը կրճատենք, բայց հակառակն է լինում։ Ստացվեց հակառակը։ Ես օրինակի համար այս վերջի փոփոխությունը, որ այս տարվա հունվարի 1-ից գործում էր անկանխիկ գործարքների մասով, հենց ի սկզբանե այդ անկանխիկ գործարքների սահմանափակման նախագիծը որ մտնում էր, ես ասում եմ, որ հենց էսա պետք ներդնել ի սկզբանե, այսինքն մենք չպետք է անկանխիկ գործարքների սահմանափակում մտցնենք, այսինքն քաղաքացուն թույլ չտանք 300,000-ից ավել կանխիկ գործարք կատարի, այլ պետք է մենք այնպիսի խթաններ ստեղծենք, որ քաղաքացին ինքնին գնա անկանխիկի, այսինքն այս 2%-ի քեշբեքը վերադարձը արքա քարտերի միջոցով, կտեսնեք արքա քարտերի պահանջը արդեն բանկերում ավելանալու է մեր քաղաքացիներից եւ բոլորը գնալու են դեպի վճարումները արքա քարտի միջոցով, այսինքն անկանխիկ եղանակով, այսինքն ինքնին մենք ավտոմատ զարգացրեցինք անկանխիկ եղանակը, բայց սա պետք է արվեր 2 տարի առաջ, այլ ոչ թե մենք սահմանափակենք, որովհետեւ դուք շատ երկրներում եք շրջանցել, չկա մի զարգացած երկիր, որ դու ուզենաս կանխիկ առևտուր կատարես եւ իրենք ասեն, գիտեք, մենք այդ հեռախոսը կանխիկ չենք կարող ձեզ վճարել։ Չէ, ես հակառակ, օրինակ հենց Գերմանիայում ես տեսել եմ հակառակը փոքր վճարումների ժամանակ անկանխիկ չեն ընդունում, քարտ չեն ընդունում, ասում են կանխիկ վճարեք։ Տարի ես այդ կրետեում տեսա, որովհետև Հունաստանը մի քիչ համատում եմ ոնց որ իրենք մի քիչ ավելի մեզ նման են։ Այո, ու իրենք չեն ուզում շատ աշխատել եւ իրենք ուզում են միշտ կանխիկը ոնց որ մեր նման շատ են սիրում։ Եթե փոքր վճարումներ էր անում, իրենք ասում են կլինի կանխիկ վճարեք, դա, որովհետև հասկանում են, որ իրենց մոդելը բանկային, օրինակ Վրաստանում ուրիշ հարևան Վրաստանում ուրիշ երկու անգամ դեպք եմ հայտնել, օրինակ վառելիք լիցքավորելուց մեքենայից ինձ ասեց, եթե անկանխիկ վճարես, հավելյալ զեղչ կունենաս, եթե չէ, կանխիկը Անգլիայում էլ այդպես էր, նույն մետրոն Անգլիայում այդպես էր։ Հայկական քարտը, որ վճարենք դա կօգտվենք, թե վրացականա պետք, ասես չէ, հայկականով է, ու ես ուրիշ միտքս հետեւյալն է, ինչն է դա, ես օրինակ այդ բիզնեսի տեսանկյունից եմ նայում, օրինակ եթե ես լինեմ այդ լցակայանի, սեփականատերը, դա շատ լավ մոդել է, ինչի համար նախ դուք աշխատողի վերահսկման, որ գումար կարող է, վաճառի գումարը գրպանի, որտեղ շատ է այդ դեպքերը, մենք գիտենք, դա մի խնդիր, երկրորդը դու պետք է լրացուցիչ ծախսեր, ներդնես, որպեսզի այդ գումարը ինկասացիա անես, դա երկրորդ, որ չես կատարած, եւ ծախսդ կրճատվում է։ Եվ դրա համար հենց այդ բիզնեսի սեփականատերը այդ ծայրամասային իր բենզալցականներում ներդրել է այդ անկանխիկի առավելությունը, այսինքն անկանխիկ վճար լրացուցիչ շահագրգռում է քեզ, այլ ոչ թե ինքը արգելել է կանխիկ վճարել, այլ շահագրգռել է անկանխիկ գործարքը, նույնը մենք պետք է անենք, շատ ջան։ Ես դա տեսել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում, հենց չեմ որ տաներ, որ երեխեքին զվարճանքի հետ միջավայրի տոմսը պետք է ձեռք բերենք, այդ ժամանակ իրենք էլ ասեն, թե անկանխիկ առնեք, հավելյալ զեղչ կունենաք, թե չէ, դա Իմիջայլոց ես այդ նաև հենց նույն Անգլիայում նկատեցի, եթե կանխիկ գումար ենք տարել այնտեղ ֆունտի փոխելու, փոխանակման կետերը շատ բարձր կուրսով էին փոխում, ավելի մեծ ձեռնտու էր մեր քարտերով, դրամային քարտերով այնտեղ առևտուր անել, քան այստեղից տանել օրինակ այլ արտարժույթ եւ փոխել ֆունտի, շատ բարձր էր կուրսը։ Այդտեղից հասկացա, որ իրենք խթանում են, այսպես ասած, անկանխիկը։ Դրա համար էլ սահմանափակում չկա, այսինքն մենք հասկանում ենք, որ այդ երկրները անցել են կանխիկից անկանխիկի, զուտ այդ սահմանափակումներ չկիրառելով։ Դա շատ լավ բան է, քաղաքացին այսօր պետք է հասկանա, որ գրպանահատության դեմ է, ինքը իր կանխիկ չունենալով, այսինքն իրենից ոչ մի բան չեն կարող կողանալ եւ խնդիր չունի եւ հանցագործությունները կնվազեն, այո։ Այդ ամբողջ process-ը գալիս է նրանից, որ մենք կարողանանք ոչ թե սահմանափակումներով այս մարդկանց կանխիկից անցում կատարեն անկանխիկի, այլ գիտակցաբար նրանք կան դրան, այո։ Օրինակ տեսեք, այդ որ քննարկում ենք, չեմ հիշում, այս միջազգային կազմակերպությունները կային, ես ասում եմ, որ մենք բացի այդ, որ մենք ստվերի դեմ ենք պայքարելու, մենք ունենք մեկ այլ խնդիր, որը հիմա գլուխա բարձրացնելն է եւ տեսնում եք հարյուրավոր քաղաքացիներ բանկերի դեմ ասում են մեզանից գումարները գողացել են։ Խարտախները խաբեությամբ մեզանից գումարները գողացել են ու անդամ քաղաքացի կար, որ
իրան երկու ուղղությամբ մի դեպքում խապե գումարը գողացել են, մի դեպքում խապել են, որ գումարը հետ կվերադարձնենք այդ դրան։ Այսինքն երկու ուղղությամբ այդ մարդը հավատացել էր։ Այսինքն այդ դեպքերն են շատ, դա ինչ խնդիր է գալ, որտեղ մեր մոտ ֆինանսական գրագիտությունը դեռ զարգացած չի։ Բայց կենտրոնական բանկը օրինակ ծրագիր ունի ֆինանսական գրագիտության, այսպես դասընթացներ կազմակերպել տարբեր բուհերում։ Ոչ միայն կենտրոնական բանկը պետք է ունենա, մենք պետք է կրթենք այս ժողովրդին, սոցիալական արշավներ անենք, իրենց ներկայացնենք, հատեկացնենք, որ ձեր գաղտնաբառը, բանկի գաղտնաբառը չպետք է տրամադրեք այլ քաղաքացիներին։ Ես վերջերս մինտեղից միս էի գնում եւ բոլոր տարեց թոշակառուները, քան որ իրանք էլ այդ հնարավորություն ունեն արդեն վաղուց այդ գումարների հետ վերադարձի, այդ իրանք քարտ տալս են մսավաճառի, կոդը ասում են, այդ մարդը տերմինալված կասում կոդը հավաք վերածք, այսինքն իրանք այդ բան չգիտեն, որ այդ կոդը, այսինքն գաղտնաբառը ոչ մեկի չպետք է տրամադրես, անկախ նրանից վստահելի է այդ գնորդը, թե այդ վաճառողը վստահելի քո ընկերնա թե գործընկերնա, չգիտեմ թե։ Լավ, Տիգրան, մի հարցի շուրջ էլ կուզեի խոսել, քանի որ հիմա туриզմի ոլորտում դա շատ ակտուալ թեմա է, զրոյական հարկը։ Առհասարակ ինչ է նշանակում զրոյական ԱՀ կիրառել։ Արդյոք դա տարբերություն ունի պարզապես ԱՀ-ից ազատված լինելու հետ, եւ որ դեպքերում են այդ հարկը կիրառում, Հայաստանում որ դեպքերում դա պետք է կիրառվի։ Հիմա ներգնա ոլորտում առաջարկ կա ներդնել զրոյական ԱՀ, ես գիտեմ, որ խոշոր օպերատորները ԱՀ-ով աշխատող, ովքեր ոչ կանոնավոր թռիչքներ են կազմակերպում, իրենք զրոյական ԱՀ-ի դաշտում են, բայց այսպես հակասություն կա։ Շատերը ասում են, որ արտագնան չպիտի զրոյական ԱՀ-ով աշխատի, բայց ներգնան պիտի աշխատի։ Շատերը դրա հակառակն են ասում։ Մի հատ հասկանանք ինչ է այդ զրոյական ԱՀ-ն։ Ես կարող շատերը չհասկանան, բայց ազատված ու զրոյականը ինքը ունի լուրջ տարբերություն։ Ազատվածի դեպքում ինչն է տարբերությունը, ազատվածի դեպքում դու քո ձեռբերումների կատարված, եթե ազատվածով ես աշխատում, կատարված բոլոր այն ձեռբերումների մեջ ներառված ԱՀ-ն իրավունք չունես հաշվանցելու, այսինքն դու չես կարող ավելի մատչելի ծառայություններ մատուցես, իսկ զրոյականի դեպքում, եթե հարկում ես քո ձեռբերումների մասով ստացված ավելացած արժեքի հարկը կարող ես հաշվանցել եւ հետեւաբար դու ծառայությունները ավելի մատչելի կմատուցես, քանի որ դու վերավաճառելուց արդեն քանի որ քո գործարքների զրոյականով հավելյալ ավելացած արժեքի հարկ չես վճարում։ Իսկ ազատվածի դեպքում, եթե դու ձեռբերումներ ես կատարում եւ որոնց մեջ կան ավելացած արժեքի, դա գումարում ես քո ծախսերին, այսինքն դու չես հաշվանցում այդ գումարները քո ծախսերին է, այսինքն եթե դու օրինակ վերցնենք, եթե դու հյուրանոցային ծառայություն ես ձեռբերել 100,000 պլյուս ավելացած արժեքի հարկը 120, հա, ազատվածի դեպքում քո ծախսը 120-ն է։ Իսկ զրոյական դեպքում 100-ն է, այո։ Դրա համար մենք քանի որ օրինակ այն տուրիստականները, որոնք որ ծառայություններ են մատուցում Հայաստանի Հանրապետությունից դուրս, իսկ մեր օրենսգրքով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայությունները ռեզիդենտներին մատուցվող ծառայությունները, թե ոչ ռեզիդենտներին։ Էական չի։ Եթե դու մատուցում ես դուրս, դա ինքը զրոյական դրույքաչափով։ Որովհետև տարբեր երկրներ տարբեր մոտեցում ունեն սրան, օրինակ շատերը ասում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ռեզիդենտին մատուցվող ծառայությունը չի կարող զրոյականով լինել։ Տուրիստական ծառայությունները զրոյական է, իսկ ներգնան ինքը ազատված է։ Ներգնա տուրիստականը ազատված է, իսկ ներգնա տուրիստականը նայեք դուք ոնց է առնվազն ծառայությունների տուրիստական ոլորտում կա ծառայություններ, դա կեցության ծառայություն, տեղափոխում, տրանսֆեր, այդ շրջայց, այդ առնվազն երկուսը պետք է կատարեք, այդ ծառայությունների մեջ, այսինքն դու չես կարող ինչ որ ոչ ռեզիդենտ, հա, ու դա նաև պետք է լինի անպայման ոչ ռեզիդենտ, Հայաստանի Հանրապետություն քաղաքացի պետք է չլինի։ Բա այդ դեպքում արտագնայի դեպքում ստացվում է այդ ծառայությունը չէ, որ մատուցվում է ՀՀ քաղաքացիներին, ռեզիդենտներին։ Հա, դա կապ չունի կանոն ծառայության քո հենց ինքն ասում արտագնա туриզմը, դա զրոյական է, դա էական չում ես մատուցում, բայց ներգնայի մեջ այդ պայմանը դրած է։ Այսինքն մեր օրենսգիրքն է, հարկային օրենսգիրքն է դա։ Մեր պայմանը դրած է, այո։ Իսկ այստեղ ես եթե չեմ սխալվում 2 տարի առաջ ուզում էին որ իրանք ներգնա туриզմն էլ զրոյական դրույքաչափով հարկվեր։ Այո, կա այդ խոսակցը։ Եվ դա արդեն կբերեր ինչ ծառայությունների մատուցման, հա, արժեքի նվազեցման կբերեր եւ մենք ավելի գրավիչ կլինեինք օտարերկրյա քաղաքացիների համար եւ ինձ թվում է հոսքը ավելի շատ կլիներ։ Բայց վտանգներ չկա այստեղ, որ օրինակ եթե դու նվազեցվում եք քո, այսինքն եթե դու ծառայություն մատուցողն ես, մատակարարից վերցնում ես ինչ որ բան, օրինակ հյուրանոցից կամ տրանսպորտային ծառայությունից, դու նախընտրել
կարելի է վերցնել ԱՀ-ով աշխատողներից, այդ պարագայում կրկին փոքր բիզնեսին վնաս կհասցվի, որովհետև եթե հյուրանոցները աշխատում են, պետքա ինքը հավելալ, ինքը արդեն քանի որ փոքր բիզնեսն էլ ինքը հավելացած արժեքի հարկ վճարող չի, իր ծառայությունը ավելի մատչելի պետք է լինի, քան հավելացած արժեքի հարկով աշխատող ընկերությունը։ Այսինքն եթե մենք հյուրանոցային տնտեսություն դեռնենք, հյուրատները փոքր հյուրատները պետք է ավելի մատչելի գին առաջարկեն, անկախ դրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է օգտվում, թե ներգնա տուրիստը, հա, որ իրանց համար դու նախընտրես հենց այդ հյուրատունը, այլ ոչ թե նախընտրես ավելի մեծ հյուրանոց, որը ունի ավելի լավ պայմաններ, ավելի մեծ ընդարձակ ինչ-որ հնարավորություններ, դրա համար իրանց հենց ավելացած արժեքի հարկ չվճարելով իրանք պետք է ավելի գրավիչ գին առաջարկեն, ստեղ է գալի գնային, հա, տարբերությունը մեծի եւ փոքրի միջեւ։ Իսկ այդ դեպքում եթե դու օրինակի համար զորական դրույքաչափով ես հարկվելու ներգնա տուրիզմին, դու մտածում ես օրինակի համար գնես այնտեսով աշխատող ինչ-որ ավելացած արժեքի հարկով աշխատող ինչ-որ ընկերությունից եւ տեսնում ես ինքը 120 առաջարկում եւ փոքր բիզնեսը 100 քեզ առաջարկում, ըստ էության քո ծախսերի մեջ որովիցե տարբերություն չկա։ Բայց չէ որ նա հյուրանոց է, նա հյուրատուն է, այսինքն ամեն դեպքում եթե պայմանները հավասար են, դու հյուրանոցը կամրագրես, ոչ թե հյուրատունը։ Հա, բայց ամեն դեպքում դու պետք է նայես քո հաճախորդի պահանջը, ինքը ինչա ցանկանում, որն է ցանկանում եւ ըստ այդմ գնային առաջարկը կներկայացնի։ Բայց այստեղ նաեւ վտանգ չի առաջանա, որ տեղացիների համար ամեն ինչ ավելի թանկ կլինի, քան զբոսաշրջիկների համար։ Դե մենք ինչ ենք ուզում ներգնա տուրիզմը զարգանա թե չէ, այսինքն դա գալիս է այո, շատերն են զարգացնում, բայց ես չեմ տեսել մի երկիր, որտեղ տեղացիների համար ամեն ինչ ավելի թանկ լինի, քան զբոսաշրջիկների համար։ Եթե մենք ունենանք ներգնման տուրիզմի զարգացում եւ ունենանք տնտեսության զարգացում այդ ոլորտում հյուրատների, հա, աճ, այսինքն իրանց հյուրերի հոսքը, հա, դեպի հյուրատներ կամ հյուրանոցներ դեպի շատ լինի, արդեն իրանց եկամուտները կրկնակի կավելանա, հա, միջին եկամուտները իրանց միջին բաժին ընկնող ծախսերի բեռնը կնվազի եւ իրենք կարող են հենց Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ պայմաններ տան։ Հիմա խի հյուրանոցները լավ պայմաններ չեն տալու, որովհետեւ սեզոնայնություն ունեցող հատվածներում, հա, որոշ սեզոն լավ աշխատում է, իսկ որոշ սեզոն ոչ, իսկ ինքը որ ամբողջ սեզոնում կարողանա իր հյուրատունը պահի, իր ծախսերը այլ լուծում չկա դրա համար։ Օրինակ նույն Թուրքիան կիրառում է հարկային արձակուրդ հասկացությունը, այսինքն ոչ սեզոնին հարկային արձակուրդներ են տալիս, այսպես ասած, որպեսզի բիզնեսը կարողանա գոյատևել։ Հարկային արձակուրդներ միայն տալիս ենք որոշակի ոչ ֆորս մաժորային, հա, տես պայմաններ ասեմ, օրինակ հարկային արձակուրդ մի անգամ Հայաստանում տրվել, դա եղել է այդ COVID-ի ժամանակաշրջանում, մինչև այդ որևիցե նմանատիպ բան չլի, անգամ մեր պատերազմի ժամանակ հարկային արձակուրդ չենք մշակել մենք այդ ժամանակ, իսկ COVID-ի ժամանակ մենք այդ հարկային արձակուրդ եղել է ունեցտրական, թե շահութարկի առումով եւ չեմ հիշում մի շարք այլ հատուցումներ պետությունները տվեցին, մի շարք ծրագրեր մշակեցին, հա, տուրիստական ընկերություններին, եթե չեմ։ Դա օրինակ ավելի լավ մոդել չէ, քան նույն զրոյական ԱՀ-ն։ Դե մեր պետությունը այդքան եկամուտներ չունի հարկերից կամ ինքը չունի այդպիսի ճոխություն չի կարող իրեն թույլ տալ։ Մենք չենք կարող մեր բյուջեով տես ծախսեր ներառենք եւ չունենք այդ հնարավորությունը։ Բայց դե սեզոնայնությունն էլ շատ լուրջ խնդիր է, հենց տուրիզմի ոլորտում շատ լուրջ խնդիր է։ Այս տարի, հա, նոր տարվա հետ կապված ես Վրաստանը գնացել ձմեռային անցած տարի թե չեմ նախորդ տարիներ որ եւս Վրաստանում, բայց գնացի իրանց ձմեռային կուրորտային շրջանը, որտեղ ես նաեւ դահուկային սպորտ շատ եմ սիրում, բայց ընդ հոսք այնքան շատ էր, որ ինձ դուր չեկավ այդ նույն տեղը լինել, քան ավելի լավ կներ Ծաղկաձորում լինեի ես, որտեղ այնտեղ ավելի քիչ մարդ կա։ Հա, դու ավելի շատ կարող ես հանգստանալ, քան այդտեղ որտեղ հերթերը շատ էին։ Եվ այս տարին ես չգնացի այդ դահուկային սպորտի բան, ցույց հանգիստ ու մտածում էի մենք ամառը օրինակի համար Վրաստան գնում ենք ինչի համար, որտեղ ինքը ծով է, այո, հա, ու դա նորմալ է, որ հոսքը շատ է, բայց ձմռանը ինչ ունի Վրաստանը, որ մենք չունենք, հա, ասենք ինքը ունի լավ Բաքուրյանին, դահուկային այդ սպորտի լավ վայրը, որ նոր տարվա համար Թբիլիսին ավելի շատ գնում։ Հա, նու լավ Թբիլիսին է վերցնենք, որը որ Հայաստանում է Ծաղկաձորը կա, բայց Հայաստանում քիչ են վրացիները գալի Ծաղկաձորում, օրինակ այդ սպորտով օգտվում են, քիչ են գալի։ Թանկ է, միանշանակ Ծաղկաձորը Բաքուրյանի համար թանկ է։ Ինչի՞ է տենցել, ինչու է տենցել, խիփ մեր պետությունը օրինակ չի ուսումնասիրում, կարող է
մեր մոտ գները ուռճացված են, կարող է այդ ներդրողները պետք է այնպեսի ներդրումներ անեն, որ իրենք մատչելի գներ տան, այսինքն պետությունը պետք է դրա վրա էլ ուշադրություն դարձնի ու ես զարմանում եմ, մենք պետք է տենց խցանումներով բայց պետությունը հենց այստեղ ասում է բանը շուկայական տնտեսությունն է, ասում են շուկայական էլ մենք չենք միջամտում, բիզնեսը ինչպես ուզում է թող կարգավորվի։ Օրինակի համար մենք ունենք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով կա, որը զբաղվում է, չէ, այդպիսի հարցերով, բայց ինքը նայում է շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին, օրինակի համար, եթե վերցնենք Զատիկի օրերը ձգվի շուկան են ուսումնասիրում ձուն չթանկացնեն, հա, չգիտեմ, ամառը բենզինի շուկան են ուսումնասիրում վերջերս։ Տուրիզմը սկսեցին, բայց դեռ չեն ավարտել։ Հա, այդ ոլորտը պետք է ուսումնասիրեն իրանք ինչու է այդպեսի թանկ, ես չեմ ասում գործակալներն են, տուրիստական ընկերություններն են, չէ, գերշահուցտան, ոչ, նման բան չկա, հա, այստեղ կան։ Կարող է գերշահոտ ստացողներ կան, բայց փոքր բիզնեսը չի դա միանշանակ։ Ես մտածում եմ տուրիստական ընկերությունների մեջ չկան, հա, դե տուրիստականները չեմ կարծում, ավելի շատ պետք է իրանք այո, նայեն ինչն է խնդիրը, ես չեմ էլ ասում ինչ են հյուրանոցների տնտեսությունները կարող է շատ ոչ, բայց պետք է հասկանանք խնդիրն ինչ է, այլ այդ ժամանակ մենք կարանք իրանց հարկային լավ պայմաններ առաջարկելով, հա, ոչ հարկային արձակուրդ, այլ ավելի լավ նպաստ պայմաններ առաջարկելով, թողենք այդ ոլորտը զարգանա, որ հոսքը գա, որտեղ տուրիստը որ գալիս, ամենակ հյուրանոցից չի զբաղվում։ Չէ, ամենակիչը 10 ծառայությունից է։ Այո, ինքը բոլոր ծառայություններից, այդ տարածաշրջանի բոլոր ծառայություններից ինքը օգտվում է։ Հայաստանում, չգիտեմ, վերցնենք հենց ապահովագրական վճարներից, որը մենք անում ենք, իրենք ամբողջ ծառայություններից, թե մեքենայի ապահովագրություն կանեն, թե իրենց բժշկության ապահովագրություն, որը հիմա Վրաստանում արդեն ներդրվել է եւ մենք շատ լավ բան են որոշել, ես կուզեի, որ մեզ մոտ էլ դա ներդրված լիներ։ Այդ ամբողջ process-ից, այսինքն տուրիստները օգտվում են եւ դա լրացուցիչ եկամուտներ եւ լրացուցիչ հարկեր է հավաքագրում, այդ ամբողջը պետք է զարգացնել։ Լավ, այսպես ամփոփելով, քանի որ ժամանակի սղություն ունենք, այսօրվա քննարկված հարցերը մեր առաջինը 2025 թվականի այդ շրջանառության հարկի փոփոխությունների թեման էր, որ փոքր բիզնեսի վրա ազդեց եւ туриզմի ոլորտը այսպես շատ զգաց դա իր վրա, ինչ եք առաջարկում, օրինակ ոնց կարելի է մի հատ վերանայել այդ օրենքը, երկրորդը թե արդյոք զրոյական հարկի ներդրումը չի ազդի նրա վրա, որ տեղացիների համար ծառայությունները ավելի կթանկանան, տուրիստների համար ավելի կեժանանան, երկրորդ հարցը սա է, եւ երրորդը այդ գործակալական պայմանագրերն են, որ ըստ էության դրսի ընկերությունները, դրսի տուրօպերատորները չեն տալիս միջնորդավճարի պայմանագրեր, ինչի արդյունքում փոքր բիզնեսը ստիպված է լինում ամբողջ հասույթից հարկվել։ Այս երեք խնդիրները ասենց հակիրճ ամփոփ մի հատ ինչ կարելի է անել, որ իրավիճակը ավելի լավ լինի։ Մենք պետք է հայեցակարգ ունենանք, հա, ինչպեսի տնտեսություն ենք ուզում զարգացնենք, ինչ ծրագրով եւ ինչ օրենսդրությամբ, հա։ Մենք պետք է իրավական առումով, այդ հարկային օրենսդրության առումով կայուն երկիր ունենանք։ Դրա համար մենք չպետք է ամեն անգամ փորձաշրջանների միջով անցնենք, փոփոխենք։ Օրինակ ես հիմա կողմ չեմ, նորից այս հարկային օրենսգիրքը, ասենք այդ շրջանառության հարկը բերենք այդ այն դրույքաչափերին, հետինին նորից բերենք զրոյական դրույքաչափ։ Մենք պետք է հասկանանք ինչ ենք ուզում, ամեն անգամ մենք մի բան մտածում ենք եւ ավելի վատացնում ենք, հա, թե տնտեսության վիճակը, թե հարկային եկամուտների, թե մեր սպառողների։ Դրա համար մենք պետք է հասկանանք ինչ ենք ուզում։ Մենք եթե նայենք հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթները, հա, 2018 թվականից ինքը մոտ 25 տարվա շահութարկի փոփոխության փաթեթներին արդեն գերազանցել է։ 25 տարվա մեր փոփոխությունը, որ շահութարկի մասին օրենքը մենք փոփոխել ենք նախկինում, դե մեր օրենսդրություն չէր։ Արդեն գերազանցել ենք այդ ծավալը եւ դա չկա իրավական կայունություն, հա, ներդրողը այսօր չգիտի, որ Հայաստանում մի բիզնես դնի, հենց туриզմի ոլորտում առնվազն իր ներդրման 5 տարիների ընթացքում, հա, ինքը իր ներդրած գումարի որ տոկոսը կարող է հետ բերել, հա, որտեղ ինքը չի կարող դա այդ ծրագիրը 5 տարի, ինքը չի կարող ներդրման ծրագիր ներկայացնել, որտեղ ինքը չգիտի 5 տարվա մեջ մեր մոտ քանի անգամ օրենսդրություն կփոփոխվի, պայմաններ կփոխվեն, իրենց հարկման ռեժիմներ կփոփոխվեն։ Դրա համար մենք այսօր ես չեմ կարող ձեզ ասեմ, բերեք էսի հետին բերենք, մենք լավ կլինենք։ Ոչ, մենք պետք է մտածենք ինչ ենք ուզում, պետությունը ինչ է ուզում։ Ուզում է փոքր միջին բիզնես ունենա, ուզում է հարկի, ուզում է որ բոլորը փաստաթղթավորում ունենան։ Այդ ամբողջը պետք է հասկանա, ներդնի եւ ասի
հանգիստ աշխատեք սենց։ Զրոյականի մասով ես չեմ կարծում, որ ինքը ինչ որ մեր ժողովուրդը կամ մեր քաղաքացիները կասեն դուք մեզ համատում եք օտարերկրյա զբոսաշրջիկների հետ առողջություն, որտեղ ես ասացի, եթե դու այսօր туриզմով ներգնատուրիզմ ես զարգացնում, ներդրումակ туриզմ, այսօր օտարերկրյա քաղաքացիների մասով ազատված ավելացած արժեքի հարկից, իրենք հավելյալ արժեքից ավելացած արժեքի հարկ չեն վճարում, այսինքն իրանք արդեն իսկ առավելություն ունեն։ Ճիշտ է, այդ առավելությունը շատ մեծ չի, բայց ունեն։ Այն դեպքում մի քիչ մեծ կլինի առավելությունը եւ իրանք այդ հյուրանոցային տնտեսությունները կզարգանան։ Իրանք որ զարգացան, ներգնատուրիզմը։ Բայց հյուրատները եւ փոքր բիզնեսը, փոքր ռեստորանները, փոքր տրանսպորտային ընկերությունները, որ շրջարկով են աշխատում, կտուժվեն։ Հյուրանոցը հյուրատները իրանք կհասկանան, որ իրանք կարող իրանք ավելի ձեռնտու, ավելացած արժեքի հարկով աշխատելը։ Մենք ենք իրանց ասում, որ իրանց ձեռնտու չի լինելու։ Ասո կդիմանան այդ բերին։ Հյուրատունը, որ կուզենա կցանկանա հաշվառում իրականացնել, կցանկանա իր հաշվարկները այնպես անել, որպեսզի ավելի մեղմ հարկեր վճարել, այսինքն ինքը ճկուն կլինի նաև ոչ միայն իր հյուրատունային տնտեսությունը զարգացնելու առումով, այլ նաև իրենք ճկուն կլինի հարկային հարկերի հաշվարկման հաշվեգրման առումով եւ ինքը ավելի շատ այդ ուղղությամբ է կզարգանա կոպիտ ասած։ Բայց օրինակ հիմա սահմանամերձ գյուղում մի ընտանիք, ասենք, ունի լավ տուն եւ որոշել է դա վերածել հյուրատան, արդյոք ինքը այդքան ֆինանսական բիզնես գրագիտություն ունի, որ կարողանա այնքան աճի որ սկսի աշխատել ավելացված արժեքի հարկի դաշտում։ Սահմանամերձ գյուղերում տուրիստականը չեմ հիշում, բայց մի շարք ոլորտներ ազատված են։ Թե շրջանառության հարկից, եթե չեմ սխալվում, թե ավելացած արժեքի հարկից, այսինքն այո, կա այդ օրենքը։ Իրանք ազատված են, բայց միակ վատը նա է, որ մենք պատերազմից հետո մի շարք շրջաններ արդեն սահմանամերձ են համարել, այո, բայց մենք այդ օրենսդրությունը իրենց վրա դեռ չենք տարածել, այսինքն այդ օրենսդրական փոփոխությունները պետք է լինեն եւ այդ շրջաններն ներառվեն այդ սահմանամերձ գոտիներին, որպեսզի կարողանան իրանք էլ օգտվեն։ Այդ մասով մենք ունենք արդեն արտոնություն եւ չեմ կարծում, որ լրացուցիչ ինչ-որ խթան պետք է անել։ Իրանք արդեն այդ արտոնությունից կարող են օգտվել օրենքով սահմանված դեպքերում եւ անկախ նրանից իրենց իրացումը Երևանում են կատարում, թե հենց այդ գյուղի շրջանում, իսկ հյուրատները դե գիտենք, որ իրանք այդ տեղում են իրացնում եւ իրանք կարող են այդ արտոնությունից արդեն իսկ օգտվել։ Ուղղակի այն շրջանները, չգիտեմ, որ նախկինում իրենք սահմանամերձ են եղել եւ օրենքով նախատեսված են եղել, իրանց մոտ խնդիր չկա, իսկ այն ովքեր որ ավելացել են այդ շրջանները, իրանց մոտ այո պետք է այդ օրենսդրությունը փոփոխվի։ Օրինակ տեսեք, ինչու պետությունը այդ առումով ճկուն չի։ Ուզեցավ այսօր շրջարկ փոփոխել, հա, ինքը մեկ ամսում արեց, բայց արդեն քանի տարի է այդ գյուղը սահմանամերձով, բայց ոչ փոփոխություն չի անում։ Այսինքն այդ դա էլ կա, այդ խնդիրն է մենք ունենք։ Եթե մենք մտածում ենք, որ ստեղ այս ոլորտը կաղում է եւ ստեղ կա խնդիր եւ որ կարանք այդ խնդիրը կարգավորենք լրացուցիչ հարկային բեռ ավելացնելով, անհապաղ դա կատարում ենք։ Բայց եթե տեսնում ենք, որ ստեղ կա խնդիր, որը որ կարգավորեն կարող է հարկային ծախսեր առաջացնի, դա թողում ենք Հետո լավ, եւ վերջին այդ հարցը, որ մեր ֆեդերացիայի անդամ կազմակերպությունները ասեցին անպայման փորձեք մի խորհուրդ լսել գոնե, ինչպես կարող ենք այս հարցը կարգավորել, դա գործակալական պայմանագրերն են, որպեսզի մենք հարկվենք միայն միջնորդավճարից, այլ ոչ թե ամբողջ հասույթից։ Հենց դա եմ ասում, եթե մենք հասկանանք ինչպեսի հարկային քաղաքականություն ենք տնելու փոքրին, հա, ու իրանց համար դնենք ավելի մեղմ հարկային վարչարությամբ մեխանիզմ, որով ավելի մեղմ հարկային սխեմաներ կգործարկվեն, այդ ժամանակ մենք էլ այդ հարցի խնդիրը չենք ունենա, գործակալական պայմանագրեր ստեղծենք, որտեղ դրանք հիմնականում ձևական փաստաթղթեր են, որ մենք կատարում ենք։ Բոլորն էլ լավ գիտեն, որ տուրիստական ընկերությունները թե ավիատոմսի, թե հյուրանոցային, հա, ծառայությունները միջնորդավճարից են հարկում։ Գիտեմ, բայց մի օր կարող են գան, ասեն օրենքը խախտում եք։ Ասեն գալիս են, ասում պայմանագիրը չունես, ասում դե լավ պայմանագիրը դու որ հավատանք զանգում ես այդ գործընկերոջից, ասում ես ստորագրի ուղարկի ստորագրում ես, բերում ես տալիս ենք, հա թուղթը դրին տակ ասի, այո, լավ պայմանագիրը ունես, միջնորդավճարից ես հարկում։ Հենց դա եմ ասում, որ ոլորտներ կա, որ այդ ոլորտները իրանք անգիր արդեն գիտեն։ Մենք ունենք 30 տարվա փորձ, հա, մենք ունենք 30 տարվա մեջ տարբեր հարցերի ուղղությամբ տրված բարձրաբանումներ, դիրքորոշումներ, նաև հարկային
սայթում, Պեկի սայթում կա, հա, այդ Կայքում, այո։ Բարձաբանումները հրապարակված են արդեն, այն բարձաբանումները, որոնց մենք օգտվում ենք, հա, նշված են այդ ամբողջը գիտենալով, մենք գիտենք, որ այս ոլորտը աշխատում է բացառապես միջնորդավճարով, գործակալական վճարներով, ինչու ենք մենք իրանցից այդ պայմանագրերի բանը, տեսնում որ ինչու ավելացնել վարչարարությունը, տեսնենք ինքը 2% է իր պայմանագրում նշած 20, ինքը 20 ապա է թե 2 ապա, հա, բայց եթե մենք այս փոքրին թողենք հանգիստ, փմձին թողենք հանգիստ, արդեն այդ պայմանագրերի կարիքը չի լինի իրենց մոտ ուսումնասիրելու։ Շնորհակալություն Տիգրան, այո, իսկապես փոքրին պետք է հանգիստ թողնել, որովհետև հատկապես туриզմի ոլորտը շատ կապված է նորարարության հետ, գաղափարների հետ եւ շատ հաճախ այսպես մեկի գլխում մի շատ լավ գաղափար է ծնվում, որը հետո վերածվում է, դառնում է շատ լավ տուրիստական փաթեթ կամ տուրիստական ուղղություն, ամբողջ աշխարհում է туриզմի ոլորտը ավելի շատ կենտրոնացած փոքր բիզնեսի ձեռքին, քան խոշոր։ Եվ այս առումով մենք շատ ակնկալում ենք, որ պետությունը կվերանայի ամեն ինչ կգնահատի փոքր բիզնեսին այս ոլորտում։ Մի բան, որ պետությունը այո անում է, որ չասացի, շատ լավ, որ դա արդեն այնն է, որ ճանապարհները, հա, դեպի մեր ծայրամասային շրջանները ճանապարհները թե սուբվենցիոն ծրագրերով, թե պետական ծրագրերով կառուցվում են, վերանորոգվում են եւ այդ առումով հաճելի է քեզ դեպի Հայաստանի բոլոր ծայրամասերը գնաս այդ առումով մեծ ներդրումներ են անում, կապիտալ ներդրումները այդ առումով այո պետությունը կատարում է, բայց այդ ասացինք մնացած այդ հարկային եւ այլ հա քաղաքականություններն է պետք է մշակեն, որ ավելի շատ զարգանա, եթե մեր շրջանները զարգանան, արդեն մենք այդ շրջանների արտագաղթը կկանխենք դեպի մայրաքաղաքի եւ դեպի այլ երկրներ, ինձ թվում է։ Ուրեմն սպասենք, մինչև դրա հերթն էլ կհասնի։ Շնորհակալ եմ շատ։